Որպես պետական պաշտոնյա եք մոտեցել եւ խնդրում եմ Գործընկերուհիս ուղղակի ուզում է ասել ձեզ համար ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ընկալելի է, անհրաժեշտություն չկա, որ ձեզ անուն ազգանունով այսպես բերեն ապացուցեն։ Նորից ես նույն պատասխանը կտամ, խնդրում եմ ինձ վերաբերելի հարցադրում։ Դուք այսօր գտնվում եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ սա նաեւ ուղերձ է, որը տեսնում են նաեւ թուրքերը։ Կարող են սա որպես սադրանք ընկալել, որ Հայաստանի պաշտոնատարանցին գտնվում են։ Քաղաքական անձ չեմ, ես պետական պաշտոնյա եմ եւ ղեկավարում եմ քրեակատարական ծառայությունը։ Քաղաքական բնույթի, դիվանագիտական բնույթի հարցեր խնդրում եմ ինձ։ Այսինքն ձևի համար չեք, այստեղ շատ ուղիղ հարցն եմ։ Եթե ձեզ համար ամեն ինչ ընկալելի է, ապա պարզապես ձևի համար այստեղ չեք, բայց եթե ձեզ համար հարցեր կան, մարդկանց մոտ կարող է լինել ընկալում, որ ձևի համար եք այստեղ։ Որ մարդկանց մոտ ընկալում կարող է տեսնել։ Օրինակ լրագրողների մոտ կարող է նաև այդպես լինել, մեծ դիտողների մոտ կարող է առաջանալ, որովհետև ես ձեզ ուղիղ հարցնում եմ հայոց ցեղասպանության հետ կապված ձեր դիրքորոշումը։ Ես նորից նույն պատասխանը ձեզ կարող եմ տալ։ Կա հարց, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում, այնպես չի, որ այնտեղ ցեղասպանության հիմա որ այդ մասին շարժանի մոտ քրեակատարողական դուք հարցեր եք տալիս դիվանագիտական բնույթի, քաղաքական բնույթի, որ իմ իրավասության շրջանակներում չի պատասխանել է եւ ես իմ անձնական կարծիքը իմ ընկերներից հետ եմ քննարկում եւ ոչ թե այս տեսակի հարթակներում։ Նշանակություն ունի ապրիլի 24-ը, որի խորհրդով այսօր այստեղ եք։ Միանշանակ իմ համար շատ սա կարևոր եւ Հայաստանի պատմության համար շատ ողբերգական դեպք է, որը որ մենք այստեղ փորձում ենք մեր տեղի ունեցել այդ ողբերգական դեպքը։ Հիմա մենք պատմական հարցեր ենք այստեղ։ Հայաստանի իշխանությունների համար ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ, ձեզ համար եւս առաջնահերթություն։ Ես նորից ասում եմ, դա անձնական բնույթի արդեն հարցեր եք տալիս, իմ իրավասության շրջանակներում չի գտնվում այդ տեսակ կատարողական ծառայություն է ղեկավարում, ինչ է նշանակում անձնական դիրքը։ Նաև քրեակատարող, այո, այլ հարցեր ունենք, ձեզ համակարգում կարծես թե չեն ընկալում, ինչ խնդիր կա։ Ես ուզում եմ հասկանամ, որտեղից է այդ ընկալումները։ Նաև մամուլի հրապարակումներին հետևելով եմ ես այս հարցադրումը։ Ես այդպիսի վերաբերմունք չընկալվելու, չընկալված գալու զգացողություն չեմ ունենում համակարգում, այնպես որ կարծում եմ մամուլի հրապարակումները խիստ սուբյեկտիվ են եւ նպատակ ունեն այդ տեսակ։ Եթե դուք Սրբուի Գալյանի ընկերուհին չլինեիք, հաստատ այդ պաշտոնին չէիք լինի, որովհետեւ նախկինում որևէ տեղ ձեզ չենք տեսել։ Ես նախկինում ղեկավարել եմ սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքները քրեակատարողական ծառայության, դուք չեք տեսելը, դա էլի դեռ սուբյեկտիվ հարց է։ Եթե Սրբուի Գալյանի ընկերուհին չլինեիք, այդ պաշտոնին չէիք լինի։ Ես չեմ կարող ոչինչ ասել դրա հետ կապված, հասարակությունը իրավունք ունի ցանկացած ձև մեկնաբանի, ցանկացած գործընթաց։ Ներեք, էլի մի բան էլ հարցնեմ։ Իհարկե, ես իմ անձնական կարծիքն եք, եթե հարցնում միանշանակ երկում եմ դա, որովհետև արդեն քրեակատարողական ոլորտի հետ կապված հարցեր եք։ Ես ձեզ հարցնեմ, էլի ձեր ոլորտի հետ կապված մի հարց, ինքնասպանության դեպքերի հետ կապված տարբեր հասարակական կազմակերպություններ իրավասու անձինք հայտարարում են, որ այդ վիճակագրությունը ինքնասպանության ավելանում է եւ այդ ուղղությամբ ձեր ղեկավարության տակ գտնվող հիմնարկի գործունեության աշխատանքները բավարար չեն գնահատում, ինչու չի հաջողվում ձեզ այս խնդիրը լուծել։ Միանշանակ դա մեր համար եւս խնդրային իրավիճակ է քրեակատարողական հիմնարկներում։ Մենք շատ գործոններ կան, որոնք նպաստում են այս տեսակ դեպքերի։ Նախ ի սկզբանե այդ քրեակատարողական հիմնարկում մեծ է հոգեկան առողջության խնդիրներով անձանց քանակը։ Մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ եւ բացի այդ քրեակատարողական հիմնարկը ինքնին արդեն ստրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար եւ այդ հոգեկան առողջության խնդիրները եւ մնացած հոգեբանական խնդիրները ավելի սրվում են քրեակատարողական հիմնարկներում, այլ հարց է թե մենք ինչ խնդիրներ ունենք սրա հետ կապված, մենք մեծ աշխատանքներ ենք հիմա տանում, թե հոգեբանական գործոնները, հոգեբանական աշխատանքը ակտիվացնելու, թե անվտանգային գործոնները ակտիվացնելու եւ մեր համար եւս խնդրային իրավիճակ է եւ մենք փորձում ենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել եւ մեր խնդիրները լուծելով փորձել այս դեպքերը կանխարգելել։ Իսկ քրեակատարողականում տեղի ունեցած այդ դեպքը, որի ժամանակ դատապարտյալներին ծեծեցին, այդ դեպքը ձեր դեմ սաբոտաժ համարում եք, թե չէ, որովհետև մամուլում կար նաև վերլուծություն, որ ձեր տակը, այսպես ասած, փորում են ներքին օղակները։ Միանշանակ դա իրավիճակային դեպք է եղել եւ իմ հետ ես ընդհանրապես չեմ կապում։
իսկ ինչ վերաբերվում է այդ ձեր որակմանը, ծեծին, եւս դրա հետ կապված քրեական գործեր են հարուցվել եւ քրեական գործի քննության արդյունքով մենք կհասկանանք, թե դա եղել է ծեծ, դա եղել է ֆիզիկական ուժի որոշակի սահմանազանցում, թե սովորական արձագանք է եղել քրեակատվական համակարգի կողմից։ Ժաննա Ալեքսանյանն ասաց գցել են գետնի վրայով անքայլել են պարզապես այնտեղ չի եղել իմ տեղեկություններով իրեն ահազանգել են, այո, դրա համար հիմա քրեական գործեր են հարուցվել եւ այդ քրեական գործի ինչու է դատապարտյալները անընդհատ հացադուլ հայտարարում, ջրադուլ հայտարարում, բողոքում, զանգում լրագրողներին բողոքում իրավիճակներ, ինչ է կատարվում առհասարակ, ինչու են նախնդիրները։ Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ մենք վերլուծություն ենք անում ամեն տարի, տարբեր են պատճառները, պատճառներից մեկը բժշկական հարցերն են, մյուսը քրեական հիմնականում կանոնավորված անձանց մասով են այս դեպքերը լինում, քրեական գործի հետ կապված անհամաձայնությունները եւ նաեւ լինում են քրեակատվական համակարգի կողմից կապված խնդիր չկա։ Կա իհարկե կա Վարուժան Ավետիսյանը, եթե չեմ սխալվում, իր ընկերոջ հետ միասին բավականին ծավալուն զեկույց էին հրապարակել։ Վարուժան Ավետիսյանի զեկույցի վերաբերյալ ինչ կարող եք ասել այնտեղ տեղ գտած հայտարարությունների հետ կապված։ Մենք ուսումնասիրում ենք այս պահին զեկույցը եւ այս պահին ուսումնասիրում ենք եւ ըստ կետերի մենք դրանք անդրադառնանք անպայման։ Սուտ չէ ձեր տարածած հաղորդագրությունը առայն որ անկողիններ էին այրել դատապարտյալները, որովհետեւ իրենք վստահեցնում են, իրենք որտեղ որ քննում են, հաստատ դա չեն այրի, իմանալը որ ՑՄ ազատազրկված են եւ հավեր դատապարտյալներից մեկը Սավան էր այրել, որը որ հետագայում արդեն պարզ դարձավ եւ համապատասխան արդեն քրեական գործը ինչպես ասացի հարուցվել եւ դա էլ որպես ապացույց տրվել է նախաքննության մարմնին։ Նաեւ ձևակերպումներ կային, որ զոն նայողների դեմ ինչ որ պայքար է ընթանում, փորձում են ցույց տալ նախարարի ձեր գերակայությունը, մասով ինչ կասեք։ Գերակայության ցույց տալու կարծում եմ որևէ խնդիր չկա, սա նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարբերակներից մեկն է։ Բայց մենք տեսնում ենք, որ օրինակ ազատ են արձակվում այնպիսի մարդիկ, ովքեր սպանության պատվիրատու են, որպես նաև հանրության մեջ այդպիսի ընկալում կա, այդպիսի մեղադրանքներ կան։ Հարցը ևս ինձ վերաբերելի Չախրուստամի հետ կապված։ Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա մեզ վերաբերելի չէ։ Շնորհակալություն։